հիմնական թերություններ ասեմ են է, որ կուսակցությունների ցուցակներում կային բերած փաստաթղթերում կային ուրեմն մարտը տեղեկանքերը տեխնազուների լիազոր մարմնից տված տեղեկանքների մեջ մարտը վերցրել էր ասենք անձնագրով, բայց ցուցակի մեջ գրված է ID քարտի համարը։ Այդ դեպքերում մենք ուղղակի ասում ենք, որ մի հատ էլ ID կոպիան բերեք, այդ մանր բաներ են, չնայած մենք այս ընթացքում բովանդակային չենք նայել փաստաթղթերը, որովհետև ժամանակային առումով է հնարավոր չի, մենք քանակային ենք նայել, ինչ որ այդ պահին տեսել ենք, մենք իրենց ասել ենք ինչ թերություններ տեսել ենք։ Մանր-մունր թերություններ ես գտնում եմ, որ կլինի, մենք պետք է ստուգենք, ունենք 5 օր ժամանակ, վաղը առավոտվանից մեր հանձնաժողովը ամբողջ կազմով պետք է այդ գործով զբաղվի, հեշտով պետք է նայենք ամեն ինչը, չնայած ասեմ, որ իրենք ցուցակները մուտք պետք է անեն նաև կենտրոնականի կայք, այնտեղ էլ է ստուգվելու, ուղարկվելու է ներքին գործերի նախարարություն, պետք է այնտեղ է ստուգեն ցուցակները, մարդիկ իրավունք ունեին առաջադրվելու, չունեին, գրանցում ունեին, վերջի 6 ամսվա թե չէ, այնպես որ կրկնակի ոնց որ ստուգում է համ պետական մագարտակով, համ մեր հանձնաժողովի մագարտակով։ Կարող է մարդիկ լինեն, որ անհամապատասխանելիություն լինի, ասենք այն պաշտոններին աշխատում, որ անհամատեղելի է, չէին կարող առաջադրվել, օրինակ ուժային կառույցների, ասենք ոստիկանություն, քննչական, ինչ ասեմ, պարեկային ծառայություն, դատախազություն, ազգային անվտանգություն, այն, այդ դակ, այդ աշխատակիցները իրավունք չունեն տեխնազու որպես առաջադրվեն, եթե այդպիսի բան եղավ, իրենց կհանենք ցուցակից,